կյանք էր փրկել է, կյանքի կարգախոս, ինչու Աշոտ Գուրգենյանն ընտրեց հենց բժշկի մասնագիտությունը։ Գուրգենյան բժշկին ու քաղաքացուն կբացահայտենք միասին, եթերում ձևաչափից դուրսն է։ Այո, Բարի լույս ձեզ։ Մենք հարկ բժիշկ Գուրգենյանի մոտ ենք եկել, տեղում է։ չէ, այս պայն տեղում չէ, վիրահատության է, գիշերն էստեղ եղել, այս պայնը վիրահատության է։ Մեզ կուղեկցեք վիրահատական բլոկ։ Հա, մի րոպե։ Ջան, բարի լույս, բժիշկ Գուրգենյանը վերջացել է վիրահատությունը։ Հա։ Բարի լույս ձեզ, բժիշկ ջան։ Ձևաչափից դուրս հաղորդաշարը այսօր ձեզ է հյուրընկալվել։ Բժիշկ հոգնած տեսք ունեք։ Հա? Ես փոքր հոգնած չեմ զգում ինձ, Նազելի ջան։ Վիրահատություն եմ արել, գիշեր իմիջիալոցներ եմ հասկացրել, բայց փան եմ։ Երևի աշխատանքս այդպես էլի սովոր եմ արդեն։ Հիմա վիրահատությունից ելել ենք, գնանք բաժանում, որովհետև ուրիշ հիվանդներ կա էլ այնտեղ սպասող։ Արդեն որ վիրահատարվում էի, ինձ ասում են, որ հիվանդներին պետք է վիրակապվի։ Գնամ իմ առօրյան միշտ էս է սկսվում։ Բարև ձեզ։ Ինչ ես։ Լավ քնել ես գիշերը։ Ցավեր է։ Վիրահատությունից ելու ցավեր չունես։ Այսօր որի՞րդ օրն է որ։ Երրորդ օրն է։ Բժիշկ Գուրգենյան հոգատար եք։ Ես հիվանդները թող ասեն։ Հոգատար եմ ես։ Ես չեմ պատկերացնում բժիշկը ոչ հոգատար։ Մարդը պետք է ընդհանրապես հոգատար լինի։ Մարդը պետք է իրեն բնույթով, իրեն կյանքով անտարբեր չլինի։ Աշոտ Գուրգենյանը խստապահանջ է։ Կարծում եմ այո։ Բայց Աշոտ Գուրգենյանի պատկերացման խստապահանջությունը լուրջ շատ խիստ եւ ճղային դեմք ընդունելը չի, բայց գործի նկատմամբ նախանձախնդրությունը եւ հատկապես հիվանդանոցում կարգապահություն պահպանելը բարդադիր պայման է։ Սիկ վիրահատված հիվանդի անկետան է։ Վերցրեք, մեկ է հիվանդներին բերենք վիրակապելու։ Հմայյանին կանչեք ինձ օգնի, սկսենք մերից։ Լարս ջան, ձեռնս դուր։ Ուզեմ բաց վերք։ Շատ պատասխանատու գիտակցություն է, լրիվ այդ ժամանակ քո ուշադրությունը, քո ուղեղի բոլոր բջիջներով այդ մարդու հետ ես։ Լրիվ անջատվում ես ամեն ինչից։ Պես հաճախ լինում է վիրահատությունների ժամանակ, կամ ոչ թե հաճախ մշտապես ցանկացած վիրահատության ժամանակ։ Մինչ այլոց չկա բարդ եւ իմ համար բարդ եւ պարզ վիրահատություն չկա, որտեղ պատասխանատվությունը նույնն է։ Իսկ եւ ծանր հիվանդների կողքն է իմ զգացողությունը։ Ամբողջ աշխարհը այդ հիվանդն է։ Վիրահատություններից ու բաժանումից հետո իմ աշխատանքային հաջորդ շատ սիրելի վայրս իմ կաբինետս է, որտեղ ոչ պակաս կարևոր գործեր ենք մենք կատարում եւ շատ ավելի ոչ պակաս նաեւ հետաքրքիր։ Ինքը հիվանդանոցն է օրգանիզմ մարդու նման։ Ստեղ էլ ինքը եւ հոգատարություն է պահանջում, եւ խստապահանջություն է պահանջում, եւ ուշադրություն է պահանջում, բարդ օրգանիզմ է հիվանդանոցը շատ։ Ինձ թվում է այս գործն էլ շատ կարևոր է եւ սա էլ եմ շատ հաճույքով անում, որովհետեւ սա էլ է շատ պատասխանատու գործ։ Եթե ես որպես բժիշկ Աշոտ Գուրգենյան շփվում եմ մի քանի հիվանդի հետ, ասենք, արդեն է սատորում, Աշոտ Գուրգենյանը պատասխանատու է հիվանդանոցի մի օր կա 60, մի օր կա 70, մի օր կա 100 հիվանդի, տարեկան 3500 հիվանդի համար։ Ղեկավարելն էլ է շատ հետաքրքիր ու ոչ պակաս քան վիրաբուժությունը, քան բժշկությունը, որովհետեւ այո, հա, խնդրեմ, եկեք։ Չեք մոռացել, չէ՞ որ մենք համայնքներ այցում ենք այսօր։ Տվեք, երևի բանը, այս թղթերը հետո նայենք, Մենք Ավստրիայի մենակ Գյունտերի նամակը հա, այդ թղթերը դուր, սրանք ամբողջը կանենք, բայց համայնքի այցից հետո, հա, ու ես ցեզի կկանչեմ հենց եկա։ Մենք համայնքներ ենք այս կատարում։ Գնում ենք բոլոր տեսակի մեր հեռու համայնքները հիմնականում եւ մեր հիվանդանոցի հնարավորությունները նաեւ օգտագործում ենք այնտեղ տեղում։
անձնակազմը պատրաստ է այս անգամ ուղղությունը դեպի Մարմաշեն։ Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի աշխատակազմն օգնում է որոշել դպրոցականների արյան խումբը։ Պարոն Գուրգենյան, ինչպես եք իրականացնում նախընտրական քարոզարշավը։ Ի տարբերություն մյուս կուսակցությունների, կուսակցության տարածքային տեխնազուների Աշոտ Գուրգենյանը ճանաչվելու խնդիր չունի, Աշոտ Գուրգենյանին Գյումրիում ճանաչում են, մարզում ճանաչում են, երևի հանրապետությունում են ճանաչում։ Կարևորը կուսակցությունն է, կուսակցության գաղափարները կարողանալ ընտրողներին տեղ հասցնել է, կուսակցության ծրագրերը ընտրողին ճանաչել տալն է։ Եվ եթե գաղափարներից ենք խոսում, հատկապես նախընտրական շրջանից ենք խոսում, ավելի ճիշտ հենց ծրագրերից որ ասեմ, իմ համար կոնե ամենահոգեհարազատներից մեկը ծրագրային թերույթներից, բոլորն են հարազատ, հենց առողջապահության համակարգին վերաբերողն է, որտեղ հիմնական շեշտը տրվում է ապահովագրական համակարգի վրա ու հենց մեր գերխնդիրը բնակչության բոլոր խավերին, անկախ սոցիալական վիճակից, անկախ իրենց ստատուսից, այսպես ասած, իրենց համար առողջապահությունը հասանելի դարձնելն է։ Բժիշկը իրենց համար 24 ժամ հասանելի լինի։ Միշտ ու ժամ եք վերադառնում։ Բավականին ուշ, այսօր բայց մի քիչ շուտ եմ նույնիսկ տուն եկել։ Հուսով եմ շուտ կբացեն դուռը, կամ Չեն զարմանա, որ շուտ եք եկել։ Կուրախանա շատ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կինս է, Կարինեն։ Ձեր տոնը առաջին հայացքից թանգարան է հիշեցնում։ Հա, կարծիքին եք։ Շնորհակալություն։ Դա գեղեցիկ հաջողություններ իմ համար։ Դիզայնի հետ կապված դուք որևէ Անմիջական ամեն ինչ։ Սա մեր խոհանոցն է, էս է իմ մամաս է։ Բարև ձեզ։ Էս իմ մամաս է, իր անունը Ամալիա է, ինքը 90 տարեկան կին է, առողջ եւ միշտ զգոն իր տղային սպասող, գիշերվա որ ժամը ուզում են լի, խնդրեմ համեցեք նստեք։ Շնորհակալություն։ Նստեք։ Գլխավերին զրուցենք։ Հա, էսի բնավորություն է։ Կարինեն էլ այս ժամին սովորաբար ինձ թե է հյուրասիրում կամ ինչ-որ մի այլ բան, ինչ-որ կատուն է էլի Դուք սովորաբար։ գուրման եք, համեղ ուտեսիլում եք։ Չէ, ինձ ինչ տալիս են, ուտում եմ մեծ հաշվով, հատուկ նախասիրություններ չունեմ։ Կարևորը քիչ ուտել եւ ժամանակին ուտել, բայց ցավոք սրտի քիչ եմ ոդես այդպես ստացվում։ Քանի որ շատ ուշ եմ գալիս տուն, շատ։ Դուք որպես բժիշկ խորհուրդ եք տալիս բոլորին ուտել ժամանակին, բայց դուք ինքներս այո, բայց ես որպես բժիշկ բոլորին նաև խորհուրդ կտամ ամեն ինչ ուտել, որևէ բանից զերծ չմնալ, բայց քիչ ուտել։ Եվ սովածության զգացողությունը միշտ պետք է շատ լրիվ չվերացնել։ Դա ավելի առողջարար է։ Այսօր ինչ է պատրաստել Կարին։ Անկեղծ ասած, այս ժամերը նախնի հետև գերազում չնայած պահքի շրջան է, փոքր աղջիկս պահքի մեջ է, իր համար պասուստովն այդ պատրաստ։ Մեր տան մեջ ցավոք սրտի մենակ ինքն է պահպանում, մեր մոտ չստացվեց։ Հետ կանաչի ունեն։ Մա, արի առաջ։ Հա, արի նստի, հետներս չայ խմի։ Արի ցավը տանեմ, արի։ Ընտանիքի անդամներով Հավաքվում ենք, հա։ Սեղանի շուրջ։ Բոլորը հա, վայելում են իմ ներկայությունը։ Բոլորը։ Ես էլ իրենց ներկայացում եմ, ճիշտ ասած։ Որովհետև ցավոք սրտի այսպեսի պայր մեր տանը քիչ են։ Մոյվա մեջ մի անգամ էր ժամին։ Շատ եմ ափսոսում, երբեմն շատ ուշ եմ տուն գալիս ու բոլորը արդեն քնած են լինում։ Մեկ զգում եմ, որ ես ուզում եմ արթնացնել, որ շփվեն իմ հետ։ Այսօր փառք Աստծո, մենք շուտ եկանք, նստած ենք մենք բոլորով, ու այս ամեն ինչ ինձ համար շատ այս ամեն ինչ իմ համար շատ հաճելի է, շատ թանկ է, որովհետև ցավոք սրտի ես մենակ ես մի քանի ժամ ունեմ իրաց հետ, բոլորից հետ միասին նստելու։ Պարոն Գուրգենյան, քանի տարի առաջ եք ընտանիք կազմել։ 91-ից, չէ՞։ 92։ Հա։ Շատ չսխալվեցի։ Դուք չշեղվեցիք օրենքից, այսպես ասեմ, ճակերտավոր, բոլոր տղամարդիկ միշտ չփոթում են իրենք։ Ես բայց ինձ թվում է այս ավելի ճիշտ չէ, իր Ամալիան այդ մեծ աղջիկս եթե 92-ին է ծնվել, մենք 91-ի չենք կազմել ընտանիք։ Երկուսից սկզբում ամուսնացել։ Ճիշտ է։ Պարոն Գուրգենյան, ձեր տիկնոջ հետ որտեղ եք ծանոթացել։ Երևանում։ Երևանում ավտոկայարանում, որովհետև երկուսս էլ ուսանող ենք, տուն ենք վերադառնում Երևանից։ Ու ծանոթացանք։
Այսքան է։ Ճանապարհի ընթացքում ինչ ճանապարհի ընթացքում բարևցես։ Ու արդյունքում հիմա նստած այդտեղ թե ենք խմում։ Տաստորեն չեք սիրում խոսել։ Այդ թեմայով շատ չէ։ Խոհանոցն Աշոտ Կուրղինյանի սիրելի տարածքն է։ Եռացող թեյնիկի ձայնն ու տաք թխվածքի բույրը բժշկի համար անփոխարինելի են։ Ինչպիսին է Աշոտ Կուրղինյանը տանը։ Աշոտ Կուրղինյանը տանը փորձում է դրսի առօրյայից անջատվել, ավելի շատ տան միջավայրում գտնվել, որովհետեւ հատուկ ժամանցներ չեմ սիրում, հատուկ ինձ դժվար է, երբ որ տուն եմ գալիս վերջապես տնից դուրս հանել ինձ շատ դժվար է, չեմ այսպես է։ Ինչ նախասիրություններ ունեք։ Ես օրինակ այստեղ մեքենաներ եմ տեսնում, հավաքածուի մի մաս։ Հա, ճիշտ նկատեցիք, սիրում եմ այս մեքենաները, փորձում եմ իմ մանկությունը ու պատանեկությունը հիշել, որովհետև ցավոք սրտի ոչ միայն իմը, այլ Գյումրիում ապրած իմ տարիքի կարծում եմ բոլորինը երկրաշարժը ընդհատեց ու մի շրջան եկավ, որ կտրեց մեզ միանգամից։ Ես ձեր տանը բազմաթիվ լուսանկարներ տեսա, դուք փաստորեն հիշողությունները հենց անմահացնում եք լուսանկարներով։ Երևի անձամբ ես նկարվել շատ քիչ չեմ սիրում։ Ու վստահ եմ տանը իմ նկարներից չտեսակ, դուք չեք տեսնի, որտեղ չկա։ Որտեղ չկա։ Իսկ այստեղ երեխեքի նկարներն ու ինչպես տեսնում եք, ես 4 նկարի մեջ դոմինանտում է իմ ավագ դուստրը, որը կողքս չի, հիմա գտնվում է հեռու Մոսկվայում է, հուսով եմ ուրախ է, հուսով եմ երջանիկ է, ինքը իմ ամենաառաջի երեխաներին բոլորին եմ սիրում, բայց ամենաառաջինը երևի մի քիչ այլ հիշողություններ է արթնացնում, ու որ հիմա այլ կողքը չի, մի քիչ ավելի կարոտը շատ է խեղդում։ Այո, այստեղ ուրեմն մենք իրեկով ենք իրար հետ։ Շատ պատահական արված նկար է իմ կողմից ինչալից։ Ես որ այս նկարը արեցի, հույս չէի սպասում, այսպես հաջող նկար կլինի։ Հենց սրա նույն նկարը իմ կողքը կա կաբինետում։ Այստեղ 3 երեխաս է, այս մեջտեղը ինքն է։ Սա մեր նկարներն է։ Այս տեսնում եք ինչքան հին նկարներ են։ Էսի հին նկար։ Այս ժամանակ սոտովի չկար, այսպես բջջային հեռախոս չկար, բայց այս նկարները ինձ համար թանկ նկարներ են եւ ինչալուց ասեմ, այս նկարները ամեն մարդու չեմ տալիս, շատ չեմ սիրում այս նկարների մասին խոսել։ 90 թվական Մեղրի։ 90 թվականը հենց սովետական միության ժամանակ էր, բայց արդեն շարժումը սկսվել էր անկախության։ Մենք ուսանող ընկերներով հայնասիրական մղումներով, որը մինչև հիմա էլ կա մեր ընկերների մեջ, իմ բոլոր ընկերները շատ ազգային մտածող ընկերներ են, որոշեցինք, որ արդեն սկսվել էին հատուկ կրակոցներ, բայց պատերազմը իրեն ամբողջ թափով չէր սկսվել։ Եվ նույնիսկ Հայաստանի սահմաններում եւ Մեղրիում Նյուվադիկ գյուղ կար, թուրքական գյուղ, մենք միացանք Սասուն հայրենակցական միությանը եւ գնացինք։ Սա անձնական նկարներ, շատ չեմ սիրում այս մասին խոսել։ Այս եմ ես տեսնում եք։ Այստեղ նաև մեկ ընկեր կա, որը հենց այս պահին նույնպես իմ նման Տարուն Տոնոյանն է, Արագածոտնի մարզում, ինքը նույնպես տեխնազու է, ազգային ժողովի պատգամավոր է, իմ շատ հարազատ ընկերն է, եղբայր, որպես մնացածներ են Սասունը, Աշոտը, սա էլ Սասուն հայրենակցական միությունն է, կամ միության մարտական ճոգատ են ժամանակ, ինչպես շատ երիտասարդ էի, բայց հետո կյանք այնպես դասավորվեց, որ նրանցից մի քանիսը հետագայում նաև Ղարաբաղում են թեժ պատերազմներին շարունակեցին, ես վերադարձա ուսանողական աթոռին, բայց այսօր իմ համար շատ թանկ եւ հաճելի հիշողություններ են եւ այնքան թանկ են, որ ես միշտ շատ խորն եմ պահում ու չեմ ուզում բարձրաձայնել այս մասին շատ։ Ու գիտեք, ես արդյոք օգտվելով նաև ուզում այս թեմայի մասին մի բաներ խոսել։ Ինձ համար պատերազմը բոլորի համար շատ ցավալի եւ ամենավատ բանն է, որ կա։ Մանավանդ ես էլ որդի ունեմ, իր տարիքի երիտասարդները կամ իրանից մի քիչ ավելի մեծերը, ավելի ճիշտ հիմա բանակում են, մեր սահմաններին են, մի քանի օրից ապրելն է, մեր անցած տարի ապրելին հիշում եք, մենք ինչեր տեսանք, ինք ծանր օրեր ապրեցինք ու ես մի տեսակ շատ մեծ ցավով եմ հիշում են 100 հոգի իմ տղայի տարիքին երիտասարդներ, ովքեր մահացան, ում չեկան դժբախտացրեցին իրենց մայրիկներին, բայց
Շատ մարդիկ էլ այդ օրերին շատ նկարվեցին, սելֆիներ շատ եղավ այդ օրերին այդ Ղարաբաղի սարերում ու ես չեմ սիրում, որ այդ նկարները եւ հենց նույն ապրիլյան շրջանի նկարները դնում են իրենց Facebook-ային անձնական էջերին, հիշեցնում են, որ իրենք Ղարաբաղ են եղել, ապրել են։ Պարոն Գուրգենյան, ձեր տան տարբեր սենյակներից երաժշտության ձայներ են ես լսում, հիմա մենք ուր ենք մնում։ Գալիս եք տղայիս մոտ, որը գիտար է նվագում, բարև Գորին ջան։ Ես շատ եմ սիրում, որ ինքը նվագում է, բայց ինքը երբ որ մենակ է մնում, այդ ժամանակ է նվագում։ Ես իրան ասում եմ, որ ես որ նվագել իմանայի էլ գիտար, ես ամենուր շատ կնվագեի։ Իսկ ինքը, չգիտեմ, իմ մոտ չի նվագում, գոնե հուսով եմ Բժշկական ինստիտուտում իրեն համակուրսեցիների հետ շատ հաճախ նվագում է, ուրախացնում է։ Դա մեծ առավելություն է, այսպես եմ մտածում։ Պարոն Գուրգենյան, խիստ հայր եք դուք։ Բարև Էլեն ջան, Էլենս է ինքը, սիրում եմ, որ կարգապահություն լինի տան, ինչպես հիվանդանոցում, սիրում եմ, որ փոքրերը հարգում են մեծերին, փոքրերը տեսնում են, թե մենք ինչպես ենք հարգում մեր տատիկին եւ վերջ պետք չեմ սիրում, բայց ես սիրում եմ, որ իմ աղջիկները խոսում են մաքսիմալ ինչքան հնարավոր է հայկական օջախում, բաց եւ բոլոր թեմաներով, իրենք ազատ լինեն, իրենց դասարանից պատմեն, իրենց ընկերներից պատմեն, հուսով եմ, հա, կարելի է ամեն դեպքում կինս ասում է, որ երեխեքը քո հետ շատ ազատ են, դա ինձ ոգևորում է, չէ՞ Էլեն։ Որ խնդրեմ մի բան կնվագես մեզ համար։ Բա ոնց։ Այդ ես շատ Հայրիկի սիրած գործ։ Այո, այո։ Հասկացանք։ Շնորհակալություն, դուք հիասքանչ եք նվագում։ Ալես։ Քայլում եմ երեկոները, սիրում եմ նաև զբոսնել, ես շունին շատ է օգնում, որ ես ստիպված երեկոները պետք է հանեշանը թուր, չէ։ Խելոք մնա, խելոք, նստի տեղդ, նստի տեղդ։ Արի մոտս, արի։ Ինձ թվում է աշխարհի ամենալավ քաղաքն է։ Այստեղ կարելի է ապրել, այստեղ կարելի է երջանիկ ապրել, որովհետև մեր ժողովուրդն էլ է շատ լավ է։ Մեր ժողովուրդը իրոք շատ պատվախնդիր լավն են մեր գյումրեցիները։ Ու մեծագույն պատիվ է գյումրեցի ծնվել եւ Գյումրիում էլ ապրել, մանավանդ այս դժվար պահերին։ Ես հպարտ եմ, որ ստեղ եմ։ Շատ ուրախացել։